Երկու գլխավոր խնդիր ունի մեր հասարակությունը։ Մեկը աղքատությունն է, երկրորդը անվտանգությունն է։ Աղքատության հարցը տնտեսությունով պետք է լուծենք։ Տնտեսությունով լուծելը Հայաստանը պետք է ունենա առաջի անգամ մի հատ ղեկավար, ով տնտեսագետ է, ով հասկանում է, թե ոնց է երկիրը զրոյից հետ հանելու, բարձրացնելու։ Ժամանակին երկիրը տնտեսապես ուժեղ երկիր էր, որ հաշվի առնենք, օրինակ 88 թվին մի հայը ապրելա մի պորտուգալացու պես, 92 թվին աֆրիկացու պես է արդեն ապրել, որտեղ երկիրը բոլոր մեր տնտեսական միավորները քանդվել են։ Ու պատերազմն է ցույց տվեց, որ տնտեսությունը ուժեղ լինի, որ կարողանանք պահենք մեր երկրի պաշտպանողականությունը, երկրորդ մեր ժողովուրդը դուրս չգա Հայաստանից։ Իսկ պատերազմի հետ կապված, պատերազմի մասին հնությունը պետք է արդարացի լինի ու մի պայման կա։ Մենք տեսնում ենք, որ ոչ մեկի հետևից պետքա չգնանք, ոնց որ նախկին ներկա պետքա չանենք, չգնանք սաղին ասենք դու ԿՊՍ եղել, ոնց որ իրանք են հիմա մարդկանց հետ անում։ Բայց մի հատ նախապայման կա։ Ով պետական դավաճանություն արել Արցախի հարցով, մյուս հարցերով, իրան ներում բեկում չկա։ Պետքա պատժվեն, դա իրանք է գիտեն, բոլորն է գիտեն։ Հայաստանի պահանջատիրությունը ձեր համայնքում առաջացի։ Հայաստանին պետքա աշխատատեղեր, Հայաստանին պետքա ուժեղ արդյունաբերություն, ուժեղ տնտեսություն, որից հետո անվտանգությունով պետքա զբաղվենք։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է, ու ապագան